Բարև իմ շատ սիրելի YouTube-յան ընտանիք, ինչպես եք, շնորհավորում եմ մեր հայ կանանց բոլորի տոնը, միշտ լինեք գեղեցիկ, սիրված, հարգված, մեր հայ ընտանիքներում, հուսով եմ, որ բոլոր ընտանիքներում իհարկե, բոլորը սիրում են իրենց մայրերին, քույրերին և սիրելի տղամարդիկ, ուրախացեք, շնորհավորեք և հագեցեք այս օրը ձեր կանանց նվերներով, ծաղիկներով և անակնկալներով։ Իմ շատ սիրելի YouTube-յան ընտանիք, քանի որ այսօր ես տանն եմ, ունեմ հանգստի օր այսօր, ասեմ, որ հանգստի օր շատ քիչ եմ ունենում, աշխատում եմ, լարված եմ, տեսանյութեր չեմ կարողանում տեղադրեմ, չեմ կարողանում նկարել իմ էջում, գիտեմ, որ դուք անհամբեր սիրով սպասում եք իմ շատ սիրելի ընտանիք, YouTube-յան ընտանիք։ Որոշեցի, որ այսօր կիսվել ձեզ հետ և ցույց տալ, թե ինչով եմ զբաղված ես և ինչ եմ անում։ Հիմա իմ շատ սիրելի YouTube-յան ընտանիք։ Քույրիկիս մեկնաբանությունների տեսանյութերի ներքևում կարդացել եմ, որ ինձանից հետաքրքրվում եք, շատ շնորհակալ եմ, մի անհանգստացեք, ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, աշխատում եմ, ուղղակի ժամանակի պատճառով չեմ կարողանում նկարահանումներ անել։ Իսկ տունը եղած ժամանակ, գիտեք, շաբաթը երևի մի 4 օր տանը լինեմ, թե չլինեմ, զբաղվում եմ տան գործերով, չեմ կարողանում կիսվել ձեզ հետ իմ տեսանյութերով։ Ես ձեզ շատ սիրում եմ և կրկին անգամ շնորհավորում եմ։ Դե ինչ, ուզում եմ կիսվել, թե այսօր ինչ եմ պատրաստում, ես ընտանիքիս խնդրանքով, քանի որ հարսիկս գալիս էի մարտի 8-ը շնորհավորելու, չնայած, որ այնտեղ կլինեն խորոված և այլն, չեմ ուզում ասել, հիմա պատրաստում եմ պասի տոլմա, որովհետև ինքը շատ է սիրում և վաղուց չեմ պատրաստել, աղջիկս է շատ սիրում, որպեսզի վայելենք պասուս տոլման։ Դե ինչ, արդեն հիմա ձեզ ես ցույց կտամ, այստեղ ավելացրել եմ բուսայուղ և ավելացրել եմ կտրատված առատ սոխ։ Հիմա սոխը տապակելուց հետո, սիրելիներս, կավելացնեմ այստեղ տոմատի մածուկ, թող տապակվի սոխը, ընթացքում կտեսնեք, թե ինչ եմ անելու։ Ահա, ժողովուրդ ջան, արդեն սոխերածը պատրաստ է, չեմ թողում շատ կարմրի, արդեն դարձել է թափանցիկ և ուզում է ոսկեգույն դառնա, հիմա կավելացնեմ տոմատի մածուկ, այստեղ, կավելացնեմ տոմատի մածուկը, մի հատ լավ կդաղեմ սոխի հետ, սոխերած կանեմ ու կավելացնեմ կարմիր պղպեղ մի փոքր, որովհետև էլի եմ ավելացնելու կարմիր պղպեղ։ Ահա, և այսպես կտապակեմ սոխի հետ։ Ահա, ժողովուրդ ջան, ամեն մարդ ունի իր պատրաստման եղանակը, ես այսպես եմ պատրաստում, արդեն տոմատի մածուկը լավ դաղվեց սոխի հետ, ավելացնում եմ ձավարը, 1 բաժակ, ուրեմն ինձ մոտ կա 1 բաժակ ձավար, նախապես եփել եմ սիսերը, 1 բաժակ, 1 բաժակ լոբի եփել եմ, իսկ սիսերը թրջել եմ ուղղակի ջրով։ Հիմա ձավարից հետո ավելացրեցի ոսպը, մի փոքր կտապակեմ, այստեղ կավելացնեմ սիսերը, կավելացնեմ լոբին,
մեր Հայաստանի համով հոտով լոբինա եւ սիսերը ժողովուրդ ջան։ Այստեղից չեմ գնել։ Մի լավ կխառնեմ։ Կավելացնեմ շատ առատ կտրատված կանաչի, խառը կանաչիներ են այստեղ, ավելացնում եմ սառեցրած ռեհան, մեր հողամասի անուշահամ, անուշահոտ ռեհանը և սառեցրած ցիտրոն, ահա։ Ունեցանք այստեղ տարբեր տեսակի կանաչիներ, ժողովուրդ ջան, ցիտրոնը ավելացրեցինք և հիմա մի լավ կխառնեմ։ Նաև կավելացնեմ սև պղպեղ, և կավելացնեմ նորից աղացած կարմիր պղպեղ, ու կխառնեմ։ Ինչպես ասացի, գազօջախս զբաղված է, ժողովուրդ ջան, սա ցույց կտամ, թե ինչ եմ անում գազօջախի վրա, ինչ եմ պատրաստում, ով կարա գուշակի, թե ինչ եմ պատրաստում գազօջախին, որ ամբողջ գազօջախը զբաղված է։ Շատ անուշ հոտ եկավ, հիմա կպատրաստենք։ Ահա այստեղ ժողովուրդ ջան խաշ եմ պատրաստում, ասեմ, որ զինգերով խաշ եմ պատրաստում, լավ հավեսին հյուրեր կունենան վաղը և կվայելենք, համեցեք։ Ահա ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, արդեն պատրաստ է միջուկը մեր պասուստոլմայի, այստեղ էլ ունեմ կաղամ, կաղամս երկու գույնի է, սպիտակ և կարմիր էր, գցել եմ ջուրը, այսպես այս գույնն է ստացել, հիմա կփաթաթենք։ Այսպես մեծ տերևով, շատ մեծ եմ փաթաթելու, ձեռքով այսպես լավ հավաքում եմ, ամրացնում եմ, հետո փաթաթում եմ։ Կաղամներս մի փոքր հաջող չի, ոչինչ, հիմա երկրորդը, փաթաթենք, երկրորդը և ժողովուրդ ջան մնացածը կփաթաթեմ առանց ձեզ, խնդրեմ տեսեք ինչ գեղեցիկ է ստացվում, հետո կհանդիպենք։ Մինչ պատրաստ կլինի սիրելիներ մեր պասուստոլման, ահա խնդրեմ տեսեք ինչ գեղեցիկ ծաղիկներ եմ նվեր ստացել, Ահա արդեն պատրաստ է մեր պասուստոլման, սիրելիներ, փաթաթեցինք, եփեցինք, ուղղակի ջրով եփել եմ, պատրաստել եմ, բացի ջրից ուրիշ բան չեմ ավելացրել վրան, ոչինչ։ Ահա, հիմա կբացենք, տեսնենք լավ, տեսեք ինչ լավ եփել է ժողովուրդ ջան, շատ համեղ, իրոք շատ համեղ է։ Դե ինչ սիրելիներ, այսօր այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։